Շնորհակալ եմ շատ, հարգելի ներկաներ, նախ շնորհակալ եմ ձեր ներկայության համար եւ առաջարկում եմ մի հատ մեր այսօրվա երթին ծափահարենք տաքանակ մի քիչ։ Թռակ, տեսակ ծափահարեցիք, աղավնիները թռան։ Շատ կարևոր է արձանագրել, թե մեր երթը ինչի համար էր եւ ինչ էր նշանակում։ Ըստ էության մենք այսօր վերահաստատվում ենք որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն եւ այսօրվա մեր քայլարշավը խորհրդանշում էր, որ մենք ի վերջո սկսել ենք քայլել մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի նախանշած ուղով։ Ինչ նկատի ունեմ։ Հայաստանի ծառայելական Սուրբ Եկեղեցու պատարագի կարգում բազմիցս հնչում է հետևյալ նախադասությունը. եւ եւս խաղաղությամբ Աստծուն աղաչեցուք։ Այս գրաբար նախադասությունը թարգմանաբար նշանակում է եւ խաղաղության համար Աստծուն աղաչենք։ Շատ խորհրդանշական բան է տեղի ունեցել, որովհետև մենք բոլորս շատ երկար ժամանակ խաղաղության համար աղաչել ենք Աստծուն, բայց ի վերջո եկել է այն պահը, երբ որ մենք հասկացել ենք, որ խաղաղության համար Աստծուն աղաչելուց զուգահեռ մենք ինքներս պետքա մեր որոշումներով, մեր գործողություններով, մեր քայլերով ստեղծենք այդ խաղաղությունը։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունում ստեղծված է այդ խաղաղությունը եւ մենք այսօր քայլում էինք Հիսուս Քրիստոսի մեր Փրկչին ասելու, որ մենք ի վերջո գնում ենք քո պատգամի հետևից եւ մենք ստեղծում ենք խաղաղություն։ Եվ մենք ոչ միայն աղաչում ենք քեզ այդ խաղաղության համար, այլ ինքներս մեզ ենք կոչում խաղաղության։ Մենք վերահաստատվում ենք որպես առաջինը քրիստոնեությունը ընդունած պետություն։ Հայ ժողովուրդը քրիստոնյա է դարձել տրդած մեծ թագավորի որոշմամբ եւ հրովարտակով, որը իհարկե ուղղորդվում էր Հիսուս Քրիստոսի եւ Հիսուս Քրիստոսի դեսպանի առաքյալի մեր առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Եվ իրական Հայաստանը վերահաստատվում է որպես քրիստոնեական այդ արժեքների կրողը, որպես այդ քրիստոնեական արժեքների վրա հիմնված պետություն։ Եվ շատ խորհրդանշական է, որ մեր քրիստոնեության ընդունած առանցքային սիմվոլները այսօր Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում են։ Խորվիրապը, որտեղ երկար տարիներ բանտարկված էր Գրիգոր Լուսավորիչը, եւ Մայրաթոռը, որը մեր հիմնվել է մեր ավանդության համաձայն միացնի, այսինքն Հիսուսի իջման վայրն է եւ որը տեսիլքով է ցույց տվել, թե որտեղ է պետք կառուցել մեր Մայրաթոռը, մեր սրբության սրբոցը։ Եվ ի վերջո մեր քրիստոնեական հենասյուները խորհրդանշում են այսօր նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ սրա մեջ շատ ուժեղ սիմվոլ եւ շատ ուժեղ պատգամ կա։ Եվ մենք այսօր նաեւ արձանագրում ենք, որ ահա այս հանգրվանից, քրիստոնեական եւ պետական այս հանգրվանից մեզ պետք է նորոգվել, մեզ պետք է առերեսվել մեր անցած ճանապարհին եւ մեզ պետք է կայացնել որոշումներ։ Այսօր եւ ոչ միայն այսօր մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ մեր հարազատ, մեր սրբության սրբոց Հայաստանի ծառայելական Սուրբ Եկեղեցին ոմանք փորձ են անում օգտագործել որպես հենման կետ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար։
Մենք այսօր այստեղ հավաքված ենք ասելու առաջին, այսօր շատ են ասում, թե կառավարությունը գործում է եկեղեցու դեմ։ Կառավարությունը չի գործել, չի գործում եւ երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, որովհետեւ կառավարությունը Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է։ Մենք ընդամենը եկել ենք արձանագրելու, որ ոմանք փորձ են անում որպես հենակետ օգտագործել Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցին օգտագործելու պետության դեմ։ Եվ ես, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ասում եմ, որ մենք դա թույլ չենք տալու։ Եվ այն մարդիկ, ովքեր եկեղեցին հասցրել են այս կետին, որ այն հնարավորություն լինի ոմանց մտքով անցնել, որ կարելի է օգտագործել որպես հենակետ ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այս մարդիկ հենց մեր եկեղեցու կարգի համաձայն հերձված են դարձել։ Ես ուզում եմ ասել, որ ցավոք այսօր եկեղեցու փաստացի պետը եւ իր վերնախավը, իր ձևավորած նեղ շրջապատը ըստ էության մենք պետք է արձանագրենք, որ աղանդավորական տրամաբանության մեջ են, հերձվածի մեջ են։ Սա նշանակում է, որ մենք մեր եկեղեցին, Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցին պետք է ազատենք հերձվածից։ Մենք եկեղեցին պետք է վերադարձնենք ժողովրդին։ Սիրելիներս, եկեղեցու սպասավորները ունեն առանցքային նշանակություն։ Առանցքային կարևորագույն նշանակություն նրանք եկեղեցու սյուներն են, բայց եկեղեցին պատկանում է Հիսուս Քրիստոսին եւ եկեղեցին ժողովրդի համար է։ Եկեղեցին ժողովրդի համար է։ Եկեղեցին այնտեղն է, որտեղ մարդը հաղորդվում է Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ այսօր մեր եկեղեցում Հիսուս Քրիստոսը ցավոք անկյուն է մղված։ Հիսուս Քրիստոսը մեր փրկիչը մեկուսացված է, բայց լավ նուրն այն է, որ դուրս են գալիս։ Հիսուս Քրիստոսը այդ թվում մեր եկեղեցում դուրս է գալիս մեկուսացումից եւ հաղթահարում է մեկուսացումը։ Եվ դուք տեսաք, որ նախորդ օրը 10 եպիսկոպոսների հետ մենք որոշում կայացրեցինք եւ հայտարարություն ստորագրեցինք Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին։ Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս բարձր ծափերով ողջունենք 10 եպիսկոպոսներին,